Արթունենք հանրային շարժումը արժին նամակներ է ուղղել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչ եք կարծում, գործընթացը կմեկնարկի թե ոչ։ Կարող է մեկնարկի, բայց հրաժարական կտա թե չի տա, դա կարող է։ Այնքան բան դες կմեկնարկի, կմեկնարկի։ Հələ ժողովրդի որ կարծիքը հարցնեք, հաստատ կմեկնարկի, բայց ինքը կտա, չի տա։ Չեմ կարծում։ Ոչ իմանը չի մեկնարկի, սենց է կմնա, եթե հները նորից էլի ընտրություններին մասնակցեն, էլի Նիկոլը կմնա։ Եթե ասեմ, դա անիմաստ։ Եթե իրանք չմասնակցեն, Նիկոլը չի մնա։ Բայց եթե իրանք կհրաժարվեն լրիվ։ Ոչ, չմեկնարկի։ Չեմ կարծում։ Եթե համար լինենք, իհարկե կմեկնարկի, որովհետև սենց չի կարելի շարունակել։ Ինչ առումով, ամեն ինչ վերացվեց, մշակույթ, կրթություն, սպորտը դեռ մի քիչ գոյատևում է, ճարտարապետություն չհաշված մեր անվտանգությունը։ Ինքը իրան դրել է գլխավոր հրամանատարի, գլխավոր ճարտարապետի, ամեն ինչի տեղ է իրան դրել, բայց մի հատ սենց ասեղով դեմ տանք, իրա փուչիկը կպայթի։ Ցանկալի է որ տան, թող տան, ես կողմ եմ։ Այս վիճակում, որ մեր երկիրն է, ես ոչ բան չեմ ասել։ Մտածում եմ ոչ։ Իմաստ չունի, գիտել որ։ Հետո մեծամասնությունը իր կողմնակիցներն են, ինչ պիտի քննարկեն։ Իհարկե ոչ։ Բայց ինքը իր դարն ապրել է, так сказать, ասել։ Հա, լավ կլինի, որ ինքնուրույն գնա, թեպետ ոչ մեկի չեմ տեսնում, ով կփոխարինի։ Հա, բայց որ ինքը արդեն իր տեղում չի, դա փաստ է։ Վստահ եմ, ոչ թե կարծում եմ, վստահ եմ, որ չի տա։ Իհարկե չի տա, եթե ես իր փոխարեն լինեի, չէի տա։ Ես դուք ուզում եք դա։ Ես ժողովրդի կարծիքն եմ։ Դուք, հա, ժողովրդի կարծիքը ուղղակի մենք ուզում ենք լավ առաջնորդ, բայց ոչ նախկիններին։ Երբեք։ Մեր ժողովուրդը այնքան է վախեցած նախկիններից, որ երբ լսում է հրաժարականի մասին, հիշում է միայն նախկինները։ Իհարկե Նիկոլը գնալու է, բայց կուզենենք, որ ավելի արժանավոր մարդ կար նրա փոխարեն։ Հավերժական չէ պաշտոնը։ Պատերազմից հետո եթե տար շուտ պետքա տար, հիմա չէ։ Չեմ կարող ասել, բայց կարծում եմ չէ։ Չէ։ Ինչ ճակատ ունեն դրա համար էլ է, ոնց ասել է։ Երևի ոչ։ Իմ կարծիքով ոչ։ Ես ընդհանրապես չեմ հավատում պոլիտիկային, դրա համար չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Կմեկնարկի, չի մեկնարկի։ Թատրոնը չեմ սիրում։ Չի շարունակվի։ Իրանց հարցրեք, թող պատասխանեն։ Կմեկնարկեն թե չէ, բայց ես շատ կուզեմ, որ Նիկոլին հեռացնեն, պրոստը հեռացնեն, պրոստը վերան այս աշխարհից։ Ինչպես եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչպես վեզներ շպրտեն դուրս։ Այդենց։ Օրինակ ես ազգով մի հատ շնորհակալություն հայտնենք, շնորհակալ ենք հեղափոխության համար, քո արածի համար։ Գնա հանգստացի, էլի մեղ չէ այդ մարդը, այ մարդ։ Ես օրինակ այդպես կդիմեի։ Ուրիշ ձև չեմ տեսնում։ Իսկ 26 թվականի ընտրություններին սպասելը, այս երկրում ես չեմ հիշում ընտրություններով ինչ որ բան փոխվեց։ Դուք հիշում եք, դուք ջահել եք, չեք հիշում, բայց ես չեմ հիշում ընտրություններով փոխվում է։ Եթե փոխվողել էր Գյումրիում 35% կպնձեն չէր ստանա։ Շնասած չեմ պատկերացնում։ Հիմիկվա դրությամբ ոնց որ քաղաքական դաշտին նայում եմ, ոչ ընդդիմությունով, ոչ չեմ պատկերացնում հրաժարական ինչ որ գործընթացը ինքը բարբերաբար կգնա, նոր ժողովուրդը վերջում ընտրություններով ինչ կընտրի թե չէ, ուրիշ գործընթաց չեմ տեսնում հիմիկվա դրությամբ։ Հրաժարականը պետք է Փաշինյանի անպայման։ Ոչ Հայաստանը կամաց անմանդում։ Խելոքրիմի ինքը կհրաժարվի։ Նա չի հրաժարվի, այսքան վաղ ով է հրաժարվել։ Մի օքի է հրաժարվել իր առաջինը, որ հներն են։ Չկա դες բան, ինչ հրաժարական։ Սա արևմտյան Եվրոպան չի, որ մի բան լինի դնի հրաժարական տա։ Սա Կովկաս է։ Նիկոլը էլի մնալու է, այդ ալնելու։ Եթե իրանք դնեն, եթե չդնեն Նիկոլը գնում է։ Մի տարի հետո։ Ճիշտ եմ, սռոկների իմաստով։ 26 թվականին կգնա, եթե մի հատ մեկը գա, ոչ հներից, ոչ հիմիկվանից, լրիվ ուրիշ, նորություն, ժողովուրդը հոգնել է, նոր բան է ուզում, նոր դեմքեր է ուզում, դեմիրճան է ուզում, նոր դեմիրճան է ուզում։ Ինքը եթե տղամարդ լիներ ինքնասերություն ունենար, ինքը դեռ պատերազմից հետո
միանգամից հրաժարական կտար, բայց իր մեջ այն եսասիրությունը, նախանձը, այն ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ բերեց հասցրեց այս ամեն ինչին։ Չի կարելի ատել, երևի ինքը հայ չի, որ այդքան ատելություն ունի մեր նկատմամբ։ Քնեցա կարճացի պաշտոնից, որ հրաժարական կտա, դա բացառվում է։ Եթե ինչ-որ հանգամանքների բերումով հասնի այն աստիճանի, որ ստիպված լինի, տենց հա, բայց իրականքով տենց որ որոշի էլ չի ուզում վարչապետ աշխատի, տենց կարծում եմ, որ չի լինի։ Ժողովրդից է կախված, ժողովուրդը կանգնի մի ժամում կհեռացնի։ Չցանկանա 100 հատ, չգիտեմ, ինչ միջոցառում ուզում անեն։ Ժողովուրդ ոնց որ 18 թվին կանգնեցին, մի վայրկյանում ինքը հրաժարականը կտա։ Ամեն ինչ ժողովրդից է կախված, կամ հանրաքվեով, կամ չգիտեմ, ընտրությունով, ուրիշ այդ մանր-մունր, որ կանգնում են մի շաբաթ հետո նորից հոգնում են, ցվորվում են շոքից, անձրևից, դրանք օգուտ չի տալու։ Անհրաժեշտ է, բայց որ ասեմ, ինչպես եմ տեսնում, չեմ պատկերացնում, չեմ կարող ասել։ Ցանկալի կլինի։ Չի տա երբեք։ Դա չի լինի։